Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մենք կարող ենք նույնիսկ պնդում կատարել։ Միջին ծանրության ենթադրյալ հանցանք 2022 թվականին հաջորդող ժամանակահատված, երբ այլևս տնային կալանքը պայմանականորեն որպես խափանման միջոց կա, թեև այս դեպքում ընդհանրապես խափանման միջոց չէր կարող լինել, քանի որ չի եղել մի ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարք, որ մի հատ էլ խափանման միջոց լինի, բայց ինչն է ընդգծում գործի նկատմամբ լրիվ այլ նպատակ, այսինքն ոչ լեգիտիմ նպատակը, քաղաքական հետապնդման տարը, որ նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել այս գործով։ Եվ հետաքրքիր հանգամանք հենց վերջերս գլխավոր դատախազը, երբ ներկայացնում էր դատախազության գործունեության վերաբերյալ իր հաշվետվությունը ազգային ժողովին, ներկայացրել էր նաև Վճռաբեկ դատարանի վերջերս ընդունված մի նախադեպ, որտեղ ուղիղ գրված է, որ տնային կալանքին միշտ պետք է նախապատվություն տրվի, հատկապես նաև միջին ծանրության ենթադրյալ հանցանքների դեպքերով, քանի որ հակառակի, այսպես ասած, հավասարակշռումը շատ բարդ է մեղմ ասած հիմնավորել, շատ բարդ է, բայց այս դեպքը կրկին դրանից էլ էր բացառություն հանդիսանում։ Իդեպ ամբողջ այս քրեական ճակերտներում հետապնդումը, ակնհայտ ապօրինի հետապնդումը սկիզբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Մասնագիտական հանրույթին իսկապես կարծում եմ դա եւս շատ հետաքրքիր կլինի, քանի որ ես ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի, ոչ թե հետապնդումը հարցի, այլ հենց հաղորդումը ներկայացնի։ Քննչական կոմիտեին իդեպ շատ հետաքրքիր հարցադրում էր։ Այո, գլխավոր դատախազը քննչական կոմիտեին անձամբ։ Ես հիմա նաև մի ավելի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ ձեզ։ Մասնագիտական հանրույթի համար շատ հստակ է, թե ինչ է իրենից ենթադրում, այսպես ասած, կալանքը որպես միջնորդություն ներկայացնելու շրջանակներում հիմնավոր կասկածը։ Հիմնավոր կասկածը դա այն տվյալների համակցությունն է, որով փորձում ես հիմնավորել անձի ենթադրյալ առնչությունը իրեն կատարված կամ մեղսագրվող արարքին։ Դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորելու տեսանկյունից էական նշանակություն ունի հենց գլխավոր դատախազի տրված հաղորդումը։ Այսինքն հաղորդումը հիմնավոր կասկածի տիրույթում գնահատվել է։ Ավելին, այդ հաղորդումը մեզ չի տրամադրվել։ Դա էլ շատ հետաքրքիր հարցադրում եք տալիս, իրականում այդ հարցադրման հասցեատերը պետք է լիներ դատարանը, քանի որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածը հիմնավորվում է նաև գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ, բայց այստեղ խնդրում եմ ուշադրություն, այդ հաղորդման պատճենը առկա չէ մեզ տրամադրված նյութերում եւ դատարանին տրամադրված նյութերում։ Այն պարզապես տեղ է գտել քննիչի միջնորդության մեջ։ Հիմա ես հասկանում եմ միգուցե այս գործով այդպիսի մեծ ցանկություն կար քննիչի ամեն ասածին հավատալու, բայց դա ոնց է լինում դժվարում եմ ասել։